Ապրիլին անցկացվում է ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարի շաբաթը մեկնարկեց ապրիլի 14-ին եւ տևեց մինչեւ ապրիլի 21-ը։ Գրադարանը ներառականության հարթակ խորագրով։ Այս շաբաթվա մեկնարկը տրվել է դեռևս 2002 թվականից Հայկական գրադարանային ասոցիացիայի եւ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, եւ նրա նպատակն է կարևորել, արժևորել գրադարանի դերը հայ հասարակության կյանքում, որպես մշակութային եւ կրթական օջախի։ Ազգային գրադարանային շաբաթը շատ հագեցած էր միջոցառումներով, ամբողջովին այն համեմված էր եւ ասմունքով եւ ընթերցանության։ Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանի, գրադարանների կենտրոնացված համակարգի Սևան համայնքի բնակավայրերի գրադարաններում շաբաթը հագեցած էր տարբեր գրադարանային եւ մշակութային իրադարձություններով։ Շաբաթվա ընթացքում գրադարան այցելեցին հանրագրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներ, որոնք մասնակցեցին հեքիաթին հյուր, նախագծային աշխատանք, հեքիաթի քննարկում միջոցառումներին ու ծրագրերի։ Ազգային գրադարանային շաբաթվան ակտիվ մասնակցություն ունեցան նաև մեր մասնաճյուղ գրադարանները եւ արդից օգտվելով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրինությանը, որ ակտիվ մասնակցություն ունեցան այս շաբաթվանը եւ կապը ամրապնդում են գրադարանի հետ, դա շատ կարեւոր է։ Իսկ ինչ վերաբերում է թվայնացման գործընթացին, այդ գործընթացը ընթացքի մեջ է։ Առաջնահերթ մենք գրական ֆոնդը ներառում ենք գլխավոր մատյանում գրադարանի, այնուհետև այն հավաքում եւ էլեկտրոնային եղանակով ուղարկում ենք ազգային գրադարան թվայնացնելու։ Այս նպատակը թվայնացման դա է։ Ապրիլի 21-ին ազգային գրադարանային շաբաթն ամփոփեցին Սևանի կենտրոնական գրադարանում Մեծ Եղեռնի 110-ամյակին նվիրված ցուցադրությամբ եւ փաստագրական ֆիլմի դիտումով։ Դրանով ամփոփում ենք մեր գրադարանային շաբաթը, բայց գրադարանային միջոցառումները լինելու են շարունակական ամբողջ տարվա ընթացքում։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաղուր։